Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, բարև ձեզ, Տիկին Մկրտչյան, աշխարհիկ եւ հոգեվոր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջև պայքարը տեսանք ուր հասավ, ընդհուպ, այսպես ինտիմ տեսաններով տեսանյութի հրապարակման, ձեր կարծիքով մինչև ուր կարող է այս process-ը գնալ, որը ինչպես ասացի, ուղեկցվում է կոմպրոմատների հրապարակմամբ։ Քանի որ նախշնորհակալ եմ հրավերի համար, պետք է նշեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր հետևողականությամբ եւ համառությամբ միշտ ապացուցել է, որ նա մինչեւ հնարավորինս երկար կգնա, այսինքն նրանք ովքեր ճանաչում են Փաշինյանին, գիտեն, որ նա հետևողական է եւ համառ։ Նա կգնա այնքան որքան կկարողանա եւ պարզ է այս դիմակայության հեղինակը նախաձեռնողը, այս անպատմաբեր գործը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կգնա այնտեղ որքան կարողանա, քանի դեռ ինքը չի որոշել կանգ առնել կամ քանի դեռ հնարավոր չէ նրան կանգնեցնել։ Հիմա հնարավոր չէ նրան կանգնեցնել։ Գիտեք, այս պահին կարծես թե հնարավոր չէ կանգնեցնել, որովհետև ըստ էության պետական միջոցները եւ իր իշխանությունը նա իշխանազանց է լինում այս պայքարում, քանի որ գիտեք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքով պետությունը չի կարող խառնվել միջամտել եկեղեցու գործերի, ըստ էության նա սահմանադրախախտ է եւ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը սահմանադրություն է խախտում։ Այսինքն, եթե նա անտեսում է երկրի հիմնական օրենքը, նշանակում է նա արդեն ունի նաև ներքին արգելակներ։ Պետք է այսպես ասած արտաքին արգելակներ, այսինքն հասարակության եւ եկեղեցու համախմբումը կանխելու այս դիմակայությունը, որպեսզի կարողանան կանգնեցնել այս գործընթացը։ Իհարկե, միակ ողջամիտ այն կլիներ, որ նա կարողանար գոնե ելնելով պարզ օգտապաշտությունից եւ հաշվարկից հասկանալ, որ ուժերը խիստ անհավասար են եւ նույնիսկ պետության ողջ վարչական միջոցները օգտագործելով նա չի կարող այս պայքարում հասնել ցանկալի արդյունքի։ Տեսեք, Տիկին Մկրտչյան, եկեք գնանք իշխանության արգումենտների դաշտ, շատ է հնչում քննադատություն, որ նրանք քաղաքական հարվածներ են հասցնում ըստ էության հոգևոր ղեկավարությանը, որ սա եկեղեցու դեմ արշավ է, բայց արդյոք հիմնազուրկ է ԿՊԱ-կանների այն հակադարձումը, որ գիտեք հոգևորականներն էլ մտել են քաղաքական դաշտ, ոչ միայն Գարեգին II Փաշինյանի հրաժարական էր պահանջում, այլևս նրանց ուղղորդել է հոգևորականների մասնակցել ընդդիմադիր ցույցերի, Բագրատ arczepiskopos Գալստանյանը հակաիշխանական պայքար է ծավալել եւ ասում էր, որ այդ շարժումը ունի կաթողիկոսի օրհնությունը, հետեւաբար ԿՊ-ն էլ պայքարում է նրանց դեմ, այսինքն նրանք են եկել քաղաքական դաշտ եւ ստանում են հարվածներ, ինչպիսիք կստանային դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցությունը չմտներ եկեղեցին քաղաքականություն այս ամեն ինչը տեղի չէր ունենում։ Կարող են գնալ ոչ միայն ոչ հերոացիալ, այլև պատմության խորքերը եւ տեսնել փաստական իրողությունների եւ փաստերին հետևելը, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանում պետականության կորստի դարավոր դարեր շարունակ պետականության կորստի ընթացքում փոխարինել է ըստ էության ազգային կառույցների, այսինքն կատարել է պետության գործառույթները այս կամ այն չափով։ Սա նշանակում է եկեղեցին, եթե դու զբաղվում ես ազգային միասնականության, ազգային կյանքի կազմակերպման, հոգևոր մշակութային այլ խնդիրներով, նշանակում է դու նաև մտել ես այդ ոլորտ, որը կոչվում է ներկայիս ժամանակակից եզրաբանությամբ քաղաքականություն։ Եվ քանի որ եկեղեցին ի վերջո 1700-ամյա հայոց եկեղեցին ունեցել է պետության գործառույթները։ Սա մի կողմից։ Իսկ ինչ սա դեռ պատմության առումով, իսկ պատմության թելը որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կտրել անցյալի հետ մեր կապերը, ապա հաջորդի կապը իր անցյալի, իր պատմական անցյալի հետ դա նույնպես անհնար է եւ անիմաստ գործունեությամբ այդ առումով զբաղված եւ ինչ վերաբերում է ներկա ժամանակներում, ապա եւ հոգեվորականության կողմից ոչ միայն մասնակցելը, օրինակ ընդդիմադիր շարժումներն, այլև կազմակերպելը Փաշինյանի հեռացման շարժում, ուղիղ մի տարի առաջ։ Արդյոք սա էլ կարմիր գծի անցում չէր նրանց կողմից, այսինքն արդյոք չկա նրանց կողմից մեղավորություն եկեղեցու շուրջ կուսակցականացման մեղադրանքներ առաջադրելու։
մենք պետք է իրողությունները վերլուծենք տվյալ քաղաքական, իրավական, հասարակական զարգացումների համատեքստը լավ ուսումնասիրելով, ինչ էր այն ժամանակ Հայաստանի իրավիճակը, ինչ էր կատարվում, ինչ աղետներ էր տեղի ունենում, այդ համատեքստում երբ վերլուծենք, կհասկանանք, որ միանգամայն անընդունելի կլներ առնվազն ինձ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի, որ եկեղեցին մի կողմ քաշված լիներ եւ տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ։ Ես ձեզ ասեմ ավելին, երբ Գերանցի հետ կապված այդ սահման, այսպես կոչված սահմանազատման սահմանագծման գործընթացն էր ընթանում եւ Փաշինյանին դարձյալ հնարավոր չէր կանգնեցնել կամ հետ համոզել, տար համոզել։ Ես մտածում եի, որ լավ, հնարավոր չէ արդյոք այս գործընթացը չի լինելու մեկը, որ կանգնեցնի։ Այդ ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը դուրս եկավ պայքարի, երբեք չեմ ճանաչել նրան, ես ինչ-որ պահ մի փոքր ներքին հանդարտություն ապրեցի, որ կան մարդիկ, որոնք այնուամենայնիվ նրանց համար միևնույն չէ եւ պայքարում են։ Այլ խնդիր է, որ ես քաղաքական գործընթացների մեջ առավել եւս պետական կառավարման մեջ չեմ տեսնում, ասենք, ինչպես այն ժամանակ տեսնում էին հետևորդները Բագրատ Սրբազանի, նրանց մասնակցությունը։ Այսինքն եկեղեցին համախմբման միասնության իր գործն էր կատարում եւ երկիրը գտնվում էր կազմաքանդման, պետությունը գտնվում էր կազմաքանդման։ Իրենց վրա վերցնելով նաեւ եկեղեցու կառույցը չի ստանում այդ հարվածը։ Թե երևի թե որպես հոգեվորական, թե քաղաքացի, թե որպես մարդ, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, յուրաքանչյուրը ուներ իր տագնապի իր աստիճանը։ Մեկի մոտ արտահայտվում էր, մեկի մոտ չէր արտահայտվում։ Եվ մենք չենք կարող դիտարկել այս իրողությունները տվյալ ժամանակից դուրս, որովհետև նա ով ունի այդ հնարավորությունը կանխելու կամ կոնե կոչ անելու կանխելու, ապա նա դա արել է։ Ով չի ունեցել, գուցե ինքնին տանջվել է։ Բայց Եվ այդ առումով ես պետք է ասեմ, որ եկեղեցին այս առումով բնավ չի խախտել, գիտեք, բացի ամեն ինչից գոյություն ունեն նաև չգրված կանոններ եւ կա նաև պետության քաղաքացու պատասխանատվությունը սեփական երկրի հայրենիքի նկատմամբ։ Միանգամայն օրինաչափ է, հատկապես հաշվի առնելով, որ գնում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ուղղակի կործանման, կազմաքանդման եւ Արցախի հանձնման գործընթաց, եւ այս ամենը այս կամ այն ցեվով կամ պետք է կասեցնել, կամ պետք է կոչ անել, կամ հանդես գալ միասնական գործողությունով։ Ինչ որ պահ Բագրատ Սրբազանին դա հաջողվեց։ Թե ինչու նա չկարողացավ հասնել արդյունքի, դա այլ վերլուծության խնդիր է, որովհետև ասում եմ, նրան այդպես ասած սկսեցին ավելի շատ նյութ տալ, կեսանյութ հաղորդել վարչապետ դառնալու նրա այդպես ասած ձգտումներին, ավելի շուտ նրան կարծես թե դրդում էին դրան, կարծում եմ դրա պատճառով ինչ-ինչ պատճառներով այդ շարժումը մարեց։ Բայց այդ քաղաքական իրողություններում ես համարում եմ միանգամայն տրամաբանական, օրինաչափ եւ պատճառաբանված։ Եկեղեցու կուսակցականացում տեղի չունեցավ, նկատի ունեմ օրինակ կաթողիկոսը հաճախ է ընդունում քաղաքական ուժերի, քաղաքական, ասենք, մեր ընդդիմությունը ազգային ժողովի խոսույթներով շատ նման են տարբեր եկեղեցական։ Ես իհարկե սա հասկանում եմ, ազգային պահպանողական, այսպես ասենք, նարատիվները համընկնում են շատ հաճախ, բայց մի քիչ այսպես Համեն դեպքում արբիտրի կարգավիճակը ավելի չէր բարձրացնի եկեղեցականներին։ Կարող լինել արբիտրի դերում, եթե քո պետության հետ տեղի ունենում, քո երկրի հետ տեղի ունեն այնպիսի երևույթներ, իրադարձություններ, որոնք կարող են պատմականորեն աղետաբեր եւ անշրջելի լինել։ Այս առումով դու չես կարող պարզապես արբիտրի տեղ, դա հեշտ է ասել է, չես կարող լինել։ Երկրորդ, ընդհանրապես, եթե Նիկոլ Փաշինյանը, ասենք, ուզում էր խառնվել այդ գործընթացին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա հարկեր ու նա հրաժարական տար վարչապետի պաշտոնից եւ իր համար ստեղծել իր համակիրների, նույնիսկ հակաեկեղեցական իր շարժումը կարող է ստեղծել, բայց այս կարգավիճակում նա դրա իրավունքը չունի, սահմանադրությամբ չունի դրա իրավունքը։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, ես համաձայն եմ ոչ թե Փաշինյանի հետ, ես ընդհանրապես համաձայն եմ, որ եկեղեցուն կան խնդիրներ եւ եկեղեցին ունի նաեւ ներքին լուրջ բարեփոխումների կարիք, բայց այստեղ չի այս պայքարը ընթանում եկեղեցին բարելավելու, բարեփոխելու է։ Այս պայքարը Փաշինյանը սկսեց այն ժամանակ, երբ նա զգաց վտանգ հայ առաքելական եկեղեցուց իր իշխանության համար։ Ամեն ինչ սկսում եւ վերջանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է հանգում,
ով կարող է վտանգ ներկայացնել, այդ պահին եկեղեցին էր ներկայացնում վտանգ։ Եվ ընդհանրապես եկեղեցու այդ դավանաբանական խնդիրները, աստվածաբանական խնդիրները գուցե պետք է թողնել եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն, բայց գալ եւ սկսել ուղակի ամեն այդպես ասած պարզ ընդդիմադիր, չպատճառաբանված ընդդիմադիրի պես փողոցներում եւ կազմակերպել հակաեկեղեցական արշավ, դա ուղղակի նշանակում է առաջին իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ իմ համոզմամբ դա վտանգ է զգում եկեղեցուց, որտեղ եկեղեցին կարող է միավորել ինչ-որ մի պահ նաև իր իշխանության դեմ։ Երկրորդ պատճառը, այսինքն իր իշխանության դեմ այնքանը, քանի դեռ այս իշխանությունը, նրա իշխանությունը, նա կառավարման համակարգը վտանգ է ներկայացնում հայոց պետականության համար։ Տեսեք, Տիկին Մկրտչյան, եթե եկեղեցին քաղաքական հստակ դիրքավորում ունի, ընդդիմադիր դիրքավորում ունի եւ որոշակի քայլեր է արվում պարբերաբար ոչ միայն մասնակցությամբ ընդդիմադիր շարժումներն, այլև Բագրատ arczepiskopos-ի ընդդիմադիր շարժումը հիշեցրին, որ դա այսպես հենց հոգեվորականներ, հա, առաջնորդում։ Դա չի նշանակում, որ երբ որ դու մտնում ես քաղաքականություն, պետք է պատրաստ լինես ընդունել հարվածներ քաղաքականության կանոններով եւ հետո չբողոքես, որ եկեղեցու դեմ արշավ է տարվում։ Այ ինչ կարող եք ասել, այս մասի հետ դուք ոնց եք առնչվում, որ թե նրանք փրկում են հայոց պետականությունը, Փաշինյանը ազգային արժեքների դեմ է պայքարում եւ եկեղեցին գալիս է կատարելու հայի ինքնությունը փրկելու գործառույթ, դա բացատրություն է եկեղեցու կողմից, ես դրա դեմ ոչինչ չունեմ, բայց ամեն դեպքում ինչ առաքելությամբ էլ դու գալիս ես, ասենք վարչապետի հրաժարական ես պահանջում եւ ժողովրդին մոբիլիզացնում ես հանելու այս վարչապետին։ Պիտի պատրաստ չլինես, որ այդ վարչապետն էլ պաշտպանական ինչ-որ մեխանիզմներ կիրառի, այո, շատ հաճախ անընդունելի, բառապաշարով եւ կանոններով, բայց միշտ անընդունելի։ Հա, դե ես չեմ ուզում շատ այսպես գնահատականներով հանդես գալ, ուզում եմ ասել քաղաքականությունում, ինչպես քաղաքականություն միգուցե այս կանոնն է գործում։ Ընդհանրապես քաղաքականության խնդիրը բարոյականության եւ արդարության հաստատումն է իմ համոզմամբ քաղաքականության նպատակը եւ քաղաքականությունում ինչպես քաղաքականություն դա նույնը չէ ինչ պատերազմում ինչպես պատերազմում եւ բոլոր գործիքները չեն եւ միջոցները չեն որ արդարացված են ես այս առումով համաձայն չեմ քաղաքականության մեջ հենց այլ խնդիրներ եւ այս սկզբունքներով պետք է առաջնորդվել որտեղ այ մենք ինչ տեսնում ենք դա դուրս է այդ ընկալումներից։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ես նորից եմ պիտի կրկնեմ պարզապես, որ վտանգը կախված է Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ավելին ասեմ, Հայաստանի գոյության վրա։ Եվ երկրորդ հարցը, կուսակցություններ, չէ, որոնք պետք է այդ հարցեն պատասխան տան եւ իշխանափոխություն անեն եւ քաղաքացիներին համոզեն, որ սիրելի քաղաքացիներ, Փաշինյանը ազգակործան թրքամետ պատուհաս է, եկեք նրան հեռացնենք։ Բա կուսակցությունների դերը ո՞րն է։ Ուզում եմ ասել մի քիչ ինստիտուտների այսպես խառնաշփոթ չի նախորդ հարցի պատասխանը։ Այո, կներեք, որ ես ընդհատեցի, սրանն էլ անդրադառնանք։ Այո, թեմա է, որ ուրեմն հաջորդ հանգամանքը որ իշխանությունն է դա պահպանում, երկրորդ հանգամանքը ես չգիտեմ նպատակադրված, ծրագրավորված, հանգավորված, թե ուղղակի նա կազմաքանդում է ազգային ինքնության հիմնասյուները։ Իսկ եկեղեցին դրա համահավաք եւ համահայկական կառույցն է հայ առաքելական եկեղեցի, այսինքն հարվածը հենց ազգային ինքնության հիմնասյուներին է։ Ինչով է դա հղի, մենք գիտենք, որ դա տանելու է ուղղակի ազգային պետության ազգային արժեքների, ազգային նպատակների բաղձանքների նաև ոչնչացման։ Դա էլ ծրագրավորված է, թե ուղղակի պայքարի հետ է ստացում, անկեղծ ասած ավելի շատ սկսում եմ հակվել նրան, որ սա ծրագրավորված արդեն պայքար է։ Ինչ վերաբերում է իսկ ինչու ոչ կուսակցությունները։ Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը եւ կուսակցական համակարգը մեղմ ասած լավագույն վիճակում չեն, ավելին ասեմ, Հայաստանի կուսակցական դաշտը քաղաքական կյանքը պարբերաբար նախկին իշխանությունների օրոք, քանի որ ընտրությունները պարբերաբար խախտվում են եւ կուսակցությունները իրենց սեփական վարկանիշ ընտրությունների արդյունքում չէին կարող որոշել հասկանալ հասարակական վստահության աստիճանը, քաղաքական կյանքը ըստ էության չկայացավ։ Կուսակցական դաշտը հրկիզվեց, որովհետև նրանք ովքեր խորհրդանում են կամ խորհրդանից դուրս են, խորհրդանական թե արտախորհրդանական ուժերը, չգիտեմ, ամենատարբեր պատճառներով չունեն այդ ներուժը, չունեն նաև հասարակական, ամենաառաջին չունեն հասարակական վստահության բավարար աստիճան։ Հոգեվորականները զբաղվեն քաղաքականությամբ, ինչու ենք դրան հասել։
Որովհետև այո, հենց այդ պատճառով նաև, որ ըստ էության, քանի որ քաղաքական կյանքը, քաղաքական միտքը ավերված է, հրկիզված է եւ բավականին, այսպես ասած, անհույս իրավիճակում է, որովհետև նույնիսկ, ասենք, ընտրություններ, ընտրական համակարգը այնպես է կառուցված, քաղաքական համակարգը այնպես է կառուցված, այդ կուսակցությունները չեն կայանում։ Մի դեպքում մենք ունենք անձնիշխան կուսակցություններ կամ անձնիշուկ ձևավորված կուսակցություններ, մի այլ դեպքում մենք տեսնում ենք շատ անգամ քաղաքական սակարկություններով ընտրությունից ընտրություն սակարկություններ առաջնորդող կուսակցություններ, մենք ունենք գաղափարներով կամ գաղափարազուրկ մեծ մասամբ կուսակցություններ, այսինքն կուսակցական դաշտի առումով մենք բավականին բարդ վիճակում ենք։ Պիտի փոխվեր դա հեղափոխության ընթացքում, իհարկե, որովհետև պիտի նախ եւ առաջ փոխվեր քաղաքական համակարգը, բայց այս գերվարչապետական քաղաքական համակարգը Նիկոլ Փաշինյանի այդպես ասած հմայվեց այդ համակարգով եւ ոչ միայն պահպանեց, այլև կատարագործեց դրա արատները։ Եվ հիմա այս քաղաքական համակարգում չէր կարող կայանալ քաղաքական միտք, կուսակցություններ եւ այլն։ Բացի այդ, այնպիսի հարվածներ է հասցված հայոց պետականությանը, որ սա արդեն կուսակցությունների խնդիր էլ չէ։ Սա արդեն դադարում է լինել պարզապես կուսակցությունների կամ անհատների խնդիր։ Սա երևի նաև դրա համար է, որ հայ առաքելական եկեղեցին հայտնվեց քաղաքական իրադարձությունների, իրողությունների կենտրոնում, որովհետև բոլոր ուժերը ցույց տվեցին սեփական անզորությունը, նաև այն պատճառով, որ պետությունը ուղղակի, եթե նայենք ձերբակալությունների այդ հարահոսին չդադարող ձերբակալությունը, պետական ահաբեկչություն է իրականացնում երկրում։ Սա ըստ էության պետական ահաբեկչություն է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ինչը նկատի ունեք ձերբակալությունները, հոգեվարկանների կամ դիմադիկտորների նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումների համար են մարդիկ դատապարտում։ Գիտեք ինչ, քաղաքական առումով ես շատերի քաղաքական հակառակորդն եմ։ Արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով, ներքաղաքական անցյալի սխալների առումով, այն սխալները, որոնք նաև նպաստել են Հայաստանի պետականության թուլացմանը եւ կախվածությանը, ես իրենց քաղաքական այդ առումով քաղաքական ընդդիմախոս եմ համարում, եթե չասեմ քաղաքական հակառակորդ, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է մենք հանգիստ նայենք, թե ինչպես են Հայաստանում քաղաքական նպատակներով քաղաքական հետապնդումներ իրականացվում։ Եվ այս առումով ես կարծում եմ, այսինքն մարդու կարծիքի ազատությունը, խոսքի ազատությունը խիստ վտանգված է։ Ինչ կաներ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչը եւ հայկական ժամանակի գլխավոր խմբագիրը, եթե այս իրողությունները, իրադարձությունները իրար հաջորդ այս ինչ ասեմ, սարսափազդու իրադարձությունները կատարվեին այն ժամանակ, երբ նա ընդդիմադիր էր կամ այդպես էր հանդես գալիս, համենայն դեպս ընդդիմադիր շապիկով էր հանդես գալիս։ Դուք պատկերացնում եք նրա ելույթները ազգային ժողովում։ Նույն գուցե բառապաշտն էլ նույնը լիներ ընդդիմադիր դիրքերից, այսինքն եթե պետության ղեկավարը աներ մեր երկրի գլխին բերեր այն աղետներ, ինչ որ նա է բերում, ապա մենք ընդհանրապես գործ կունենանք լուրջ ընդդիմադիր, ասենք, հակահարվածի հետ։ Բայց նա ուղղակի փորձում է չեզոքացնել, որտեղ ընդ որում չեզոքացնում այն օջախները, որոնք քիչ թե շատ իր կարծիքով դիմադրության են ընդունակ։ Դուք ասացիք եկեղեցին ունի խնդիրներ եւ իհարկե իշխանությունը իր բառամթերքով, շատ հաճախ կոշտ բառամթերքով եւ այլն ինչ որ հարցադրումներ է անում եկեղեցիականն, ասենք Գարեգին երկրորդը ունի զավակ, թե չունի եւ արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը, թե չի խախտել, այսինքն դա եկեղեցիական հիմնական կանոններից է համարվում, կամ այս տեսանյութը, երբ որ հրապարակվեց, շատ անընդունելի է եւ ձայնագրելը եւ հրապարակելը մարդու անձնական տարածք, կյանք, դա անընդունելի է։ Այդուհանդերձ առերևույթ բարձրաստիճան հոգեվարականը իրավունք չունի նման կյանք վարելու։ Բայց վարչապետ իրավունք չունի նման։ Ես ասացի, անընդունելի բառապաշարով եւ մտնելով եւ այլն։ Չէ, ոչ միայն բառապաշարով, նաեւ կարգավիճակով իրավունք չունի։ Շատ լավ։ Այ հնչում են հարցադրումներ, մենք չենք լսում հերքումներ մայրաթորից։ Օրինակ կաթողիկոսի երեխա ունենալ չունենալու հարցը, ես չգիտեմ մեր հանրության համար ինչքան կարևոր հարց է, բայց քրիստոնեության տեսանկյունից իրենց իսկ գրված կանոններով պիտի դա տեղի չունենա։ Ինչու այս հարցերին մեկնաբանություններ չեն տրվում, որպեսզի Փաշինյանը սուտ դուրս գա եւ պարզ դառնա, որ
նա ուղղակի այսքան ժամանակ զրպարտել է կաթողիկոսին, կամ այնտեղ ես չխորանամ, KGB-ի գործակալը Եզրա Սրբազանը թե չէ, ինչ որ հղում է անում մամուլին, կամ սրբազաններից մեկը սիրահատել է անչափահաս տղաների, թե չի սիրահայտել, կամ հակակառավարական ցույցի են ուղարկել հոգևորականներին, թե չէ, այս հարցերն հələ դեռ չանդրադառնանք։ Այս նվազագույն հարց է, ինչու այսպես ապացույցներ չեն ներկայացվում հանրությանը, որ Փաշինյանը իր այս վարքագծով ապալեգիտիմանա։ Գիտեք ինչ, նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանը իհարկե մենք պետք է ընդունենք, որ դժբախտաբար նա է ձևավորում հասարակական քննարկումների օրակարգը։ Այսինքն նա առաջ է գցում, առաջ է բերում ինչ-որ հարցադրում ու սկսում է դրա շուրջ երբեմն տարակուսելի մեծ քննարկումներ։ Այսինքն ես չեմ մտնի այդ խոսակցությունների մեջ եւ չեմ էլ իջնի այդ մակարդակին, որպեսզի քննարկեմ նրա առաջադրած, այդպես ասած, հարցականները, պատասխանները պահանջեմ եւ այլն։ Այլ աթոռը պիտի դրանց պատասխան, թե չէ։ Այս առումով չեմ կարծում, որ պետք է քրիստոնյաներին հանգստացնելու, որ գիտեք, հանգիստ եղեք, զրպարտում է այս անձը մեզ, հանգիստ եղեք, չկա այդպիսի։ Կա երկու մոտեցում կա այս դեպքում։ Առաջին մոտեցումը այն է, որ եկեղեցին պիտի մտնի այս դիմակայության մեջ եւ հակահարված տա, ասենք հակահարված տա, եւ կա երկրորդ մոտեցումը, որ եկեղեցին ոչ թե մոտեցում հասարակական քննարկումների, այլ իմ կարծիքով, որ եկեղեցին պետք է մի կողմ քաշվի։ Ես կարծում եմ, որ ինքս ինձ համար ընտրել եմ կամ ավելի նպաստավոր եմ համարում երրորդ մոտեցում, այս առումով ասենք, որ հիմա կասեմ, վեհապարին ես հրավիրել եմ մամուլի ազգային ակումբ հանդիպելու լրագրողների հետ, դեռ չունեմ վերջնական պատասխան կամ մերժում համենայն դեպս այս ժամանակահատվածի համար եւ հիմա ուզում եմ օգտվել առիթից նաեւ կրկնել մամուլի ազգային ակումբում վեհապարին հյուրընկալելու հրավերը եւ այս կարծում եմ դա հնարավորություն կտա նաեւ շատ բաներ պարզաբանել այդ մակարդակի խոսակցությունների մեջ ինչ Նիկոլ Փաշինյանը քանի որ չունի քաղաքական մտածելակերպ նա ուղղակի կներեք այդ արտահայտության համար սովոր է պարզապես պարզ հաշիվներ մաքրելու եւ դրանից այն կողմն չի կարող։ Այնտեղ որտեղ ինքը պիտի քաղաքական գնահատական տա, քաղաքականություն մշակի, քաղաքական խնդիրներ լուծի, այդտեղ դա չկա։ Դրա համար նա միշտ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների նա գիտի որտեղ է նա ուժեղ եւ միայն այդտեղ է հայտնվում։ Նա ուժեղ է նման մանրախնդիր, ճղճիմ հարցադրումներ առաջադրելու մեջ, նա մնում է այդ օրակարգում։ Նա չի խոսում եկեղեցի քաղաքական վերափոխումների կամ բարեփոխումների մասին։ Բացի այդ, ես կարծում եմ, որ այո, երրորդ պատասխանը ձեր ասած այդ ճղճիմ մակարդակում, որ դու գնահատական տվեցիք, կապա լեգիտիմանար, եթե նրա մեղադրանքներին փաստացի հակադրումներ լինեն, բայց չկան, օրինակ երեխաների Ես դեմ եմ, որ սկսեն փաստական բաներով բայց մարդկանց մոտ են, չէ՞, կասկածները առաջանում։ Գիտեք ինչ, հիմա ամեն անգամ մարդիկ չեն կարող գալ ինչ-որ մեղադրանքի անընդհատ պատասխան տալ, որովհետև սա ոչ թե կուսակրոնության ուրանի խնդիր է, սա խնդիրը հետևյալն է։ Այս խնդիրը դրված է այսպես, առանց այս պայքարի կամ դիմակայության հետևյալն է՝ թուլացնել, առաջին, թուլացնել հայ առաքելական եկեղեցու դեր նշանակությունը, հայապահպանության, հասարակական զարգացումների, երկրորդ, այնպիսի հարված հասցնել, որ եկեղեցին միշտ լինի, այսպես կոչված, իշխանության կողքին, այսինքն կամակատարը լինի իշխանության հրահանգների, այս դեպքում նրա համար եւ Փաշինյանի համար եւ կուսակրոնության խնդիրը կդառնա ավելորդ եւ մնացած հարցերը կդառնան ածանցյալ ամեն ինչ։ Մեղադրանքները կամ եկեղեցին հպատակվում է իշխանությանը կամ չի հպատակվում։ Եթե մեղադրանքներն պատասխանեն Փաշինյանի այդ հարվածները անիմաստ չեն դառնա, որովհետեւ զրկում են նրան գործիքից։ Չէ, ես ամեն դեպքում կարծում եմ, որ չի կարելի մտնել այս մակարդակի դիմակայության, այս ցածրամակարդակ պայքարի մեջ։ Սա այլ խնդիր պետք է դնի եկեղեցիների առջև, որովհետև ես կարծում եմ, եթե եկեղեցին որոշի եւ կոչ անի
այս իշխանափոխության, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ թե դիմանա դրան։ Բայց անցյալ տարի Բագրատ arczepiskopos-ը փորձ արեց։ Բայց դա եկեղեցին չէր։ Ասում է կաթողիկոսի օրհնություն ունենք, մեր շարժումն ունի կաթողիկոսի օրհնություն։ Դա հրապարակային, որտեղ դա կա այդպես համահայկական ուղերձներ կան, մոտեցումներ կան, դեռ չի եղել համահայկական կամ հայ ժողովրդին միավորելու այդպես կոչ կամ ուղերձ, ես կարծում եմ, որ ամենամեծ վտանգը Փաշինյանը այստեղ է տեսնում։ Էլի եմ ասում, հայ առաքելական եկեղեցին ունի, միշտ է ունեցել բարեփոխումների եկեղեցին պահպանողական կառույց է եւ միշտ ավելի դժվար է գնացել փոփոխությունների եւ գուցե շատ արմատական փոփոխություններ էլ անելն իմաստ չունի, այլ ինչ որ պարբերականության պարբերաբար պիտի անեն, բայց մի մոռացեք, թե նաեւ ինչ որտեղ մեղադրելով եկեղեցուն, այն ընթացքում, երբ ծաղկում են Հայաստանում աղանդավորական կազմակերպությունները, ուղղակի հոգեվորցությամբ էին զբաղված, հոգեվորցության ոչ թե պարզապես կրոնական ազատության խնդիր էին լուծում, այդ ընթացքում իհարկե կարող եմ ասել, որ այդ ընթացքում եկեղեցին չէր ցուցաբերում հակառակ, ինչ ասեմ, պահվածը վարքագիծը, ոչ թե դիմադրելու, այլ բարձրացնելու իր քարոզչական փոխարեն միգուցե դրանով զբաղվեն տիկին իր քարոզչական ստացվեր միգուցե։ Ես այն կարծիքին չեմ, գիտեք, դժվար է գծել այն սահմանը, թե որտեղ է վերջանում եկեղեցու լիազորությունները, նաև հասարակական ընկալումներով զբաղվել քաղաքականությամբ եւ որտեղ ոչ, եւ որտեղ այդ սահմանը Փաշինյանն ինքն է գծել, որը բացարձակ ընդ որում ինքը սահմանախախտ է լինում բոլոր առումներով, սահմանադրախախտ է լինում, սահմանախախտ է լինում եւ այլն։ Եվ դժվար է ասել, որովհետեւ եթե պետությունը երկիրը, ժողովուրդը, ընդհանրապես նաև համահայկական կառույցներին հասված այս հարվածը, եթե նրանք գտնվում են բավականին բարդ վիճակում, իսկ նա այնպիսի հարվածներ է հասցրել Փաշինյանը իր կառավարման ընթացքի սխալների, ձախողումների, պատմական ցավոք ձախողումների, պատմական հետևանք ունեցող ձախողումների հետևանքով, որը դժվար է ասել այդ եկեղեցին պետք է անցնի այդ սահմանը, թե չէ։ Ինձ համար միանշանակ է, որ նրանք ովքեր պարզապես անտարբեր են, ինձ համար ընդունելի չէ։ Կան մարդիկ, որ անտարբեր են անզորությունից, որտեղ շատ-շատերս ունենք նաև անզորության զգացողություն։ Եկեղեցին չունի այդ զգացողությունը։ Կարծում եմ մեծապես այո, կարծում եմ մեծապես կարող է լինել 26-ի ընտրություններում, որը բավականին այս պահին իհարկե վաղաժամկետ է որևէ բան ասել, բայց առաջին այդ ընտրություններին պատրաստվողը Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական պայմանագրի հետ, որը արդեն ընտրատարածքներ, ընտրական հենակետեր է ձևավորում, չեմ կարող ասել դա կլինի հանգուցալուծում, բայց պետք է փոփոխություն տեղի ունենա, քաղաքական փոփոխություն պետք է լինի Հայաստանում։ Շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Նարինե Մկրտչյանին։